Բարև սիրելիներս, մենք տեսած շարունակում ենք քննարկել Շրիմադ Բհագավատամը եւ այս պահին արդեն ուսումնասիրում ենք 3-րդ երկի 3-րդ գլուխը։ Եվ տեսանք, որ գլուխը ինքը կոչվում էր Տեր Կրիշնան Մաթուրայում։ Եվ սա խոսում է նրա մասին, որ Գերագույն Աստվածությունը ինչ որ մի տարիքից սկսված ինքը Վրինդավանից դուրս է գալիս եւ շարժվում է դեպի ուրեմն Մաթուրա։ Մենք դες խոսեցինք նրա մասին, որ Վրինդավանը իրականում ինքը հայտարարված է, այսպես պրաստադուշնի բաների պարզահոգի, պարզահոգի հավատի տարածք։ Այսինքն որտեղ կենթանի էակը ինքը այլևս չի փիլիսոփայում հոգևոր թեմաների շուրջ, այլ գնահատում է Գերագույն Աստծո անձնավորության որակները եւ գնահատելուց հետո ընդունում է, որ ինքը այն անձնավորությունն է, որը բոլորից բարձր է գտնվում այդ տեսանկյունից։ Այսինքն ունի ամենավեհ որակները, որոնք արժանի են սիրո։ Սա խոսում է նրա մասին, որ իրականում տրանսցենդենտալ գիտելիքը ինքը հենց դրա համար էլ գոյություն ունի, որպեսզի անձնավորությունը ինքը կարողանա գնահատել եւ գնահատելուց հետո համոզվել, որ Գերագույն Աստծո անձնավորությունը դա հենց այն անձնավորությունն է, որը արժանի է մաքուր սիրո։ Հիմա իսկ Մաթուրան, ինչպես մենք երեք քննարկեցինք, կներեք երեք չի առաջի օրը, ինչպես քննարկեցինք վերջին անգամ, Մաթուրան ինքը հայտարարված է տրանսցենդենտալ գիտելիքի տարածք։ Տրանսցենդենտալ գիտելիքի տարածքը ինքը պետք է կենթանի էակին բերի նյութական աշխարհից ազատագրման։ Ինչ է նշանակում հոգեբանական տեսանկյունից ազատագրվել նյութական աշխարհից։ Դա նշանակում է, որ սիրտը մաքրվում է էգոիստական ցանկություններով ուրիշ կենթանիակներին վերաբերվելուց եւ ատելությունից ուրիշ կենթանիակների հանդեպ։ Եվ երբ որ կենթանիակը ինքը այդ երկու երևույթից ազատվում է, ինքը ստանում է նյութական աշխարհից ազատագրում։ Այսպես էին համարում արիացիները եւ այդպիսի արդյունքի էին նրանք հասնում։ Հասկանում եք, երբ որ խոսած այն բառերը, որ իրանք օգտագործում են, չէ՞, իրականում այլևս ոչ մի կրոնական տեսություն չի օգտագործում։ Մենք այդ գաղափարների հետ հանդիպում ենք բուդդիզմում, բայց պետք է հասկանանք, որ Բուդդան ինքը արիացիների քաղաքակրթության հետևանք էր, որտեղ ինքը հենց այնտեղից էր։ Հիմա սիրելիներս, չէ՞, բայց հնդիկները իրենք Բուդդային չընդունեցին, ինչու եւ բուդդիզմը դուրս հանեցին Հնդկաստանից, ինչու համար, որովհետեւ Բուդդան ինքը եկել էր արգել էր զոհագործությունները, ինչպես դա այդ նույն բանի համար եկել էր Հիսուսը։ Հասկանում եք, Այսինքն Հիսուսը ինքը հենց դրա համար էլ եկել էր հրեաների մոտ, որպեսզի հայտարարեր երկու ամենակարևոր գաղափարները։ Մեկը դա նա է, որ դուք իրավունք չունեք ձեզ համարել ինչ-որ բան, избранные, ընտրյալներ, Գերագույն Աստծո անձնավորության համար բոլոր կենթանիակները իրենք հավասար են, եւ հրեաները իհարկե այդ ուրեմն թեզը չընդունեցին եւ հենց դրա համար էլ արեցին ամեն ինչ, որպեսզի Հիսուսին խաչեն, եւ երկրորդը դա այն գաղափարն էր, որ Հիսուսը ինքը ասեց. ես եմ վերջի զոհը։ Զոհագործություններ այլևս չանեք։ Հասկանում եք, չէ՞։ Եվ նույնը արեց Բուդդան, որովհետեւ աստվածամեժության դարաշրջանը արդեն սկսել էր եւ զոհագործությունները այլևս չէին աշխատում։ Հասկանում եք։ Զոհագործությունները այլևս չէին աշխատում, բայց մարդկությունը ինքը շարունակում էր զոհագործություններ կատարել։ Ինչու համար էր դա շարունակվում, որովհետև դա օգնում էր արդեն աստվածամեժության դարաշրջանում գործող
քրմերին, որոնք իրենց սրտում այլևս չունեին այն մաքրությունը, որին տիրապետում էին արիական քաղաքակրթության հոգևորականները կամ քրմերը, որովհետև եւ ասենք նույն Հնդկաստանում շարունակում էին կատարել զոհագործություններ։ Եվ Բուդդան եկավ, ասեց, ինքը հերքեց, եկավ, որպեսզի հերքի վեդաները։ Ինչու համար, որովհետև հենց վեդաներում տրված է զոհագործությունների հարվեստը։ Եվ հնդիկները իրենք դա չընդունեցին։ Եվ ստացան պատասխան Գերագույն Աստծո ազնվորությունից։ Ինքը ես ուզում եմ, որպեսզի մենք նկատենք, հասկանում եք, որ միշտ տեղի է ունենում նույն գործընթացը։ Գերագույն Աստծո ազնվորությունը սկզբում ուղարկում է իր ներկայացուցիչին։ Այդ ներկայացուցիչը ինքը հայտարարում է, թե այդ տարածքում մարդիկ հիմա ինչ պիտի անեն քրոնականության դաշտում, ինչը պիտի շտկեն, Եվ եթե կենդանիակները մարդիկ իրենք չեն ընդունում այդ խորհրդի ձեռքը, եթե իրենք չեն ընդունում, առավել ևս, եթե այդ վեկնած ձեռքը գազանավար են վարվում, Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը համապատասխան ասում է, դե չուզեցիք, ուրեմն այսպես կլինի։ Այսպես եթե սովորական լեզվով ասենք, լավով չուզեցիք, վատով կլինի։ Ես ամեն անգամ օգնելու եմ, որպեսզի դուք այդ օրինաչափությունը տեսնեք։ Եվ խոսակցությունը մեզ հիմա այդ թեման է հետաքրքրում, որ ասենք իրականում, այդ ազատագրման գաղափարը, մենք էլ կարող ենք հանդիպել բուդդիզմում, եւ պետք է երբեք չմոռանանք, որ բուդդիզմը իր արմատներով Հնդկաստանից է, այսինքն արիական քաղաքակրթության վերջին հանգրվանից։ Եվ այսպես ուրեմն, սիրելիներս, այդ ազատագրում գաղափարը առաջ են քաշել միայն ուրեմն արիացիները, եւ ընդ որում իրանք ունեին այդ տեխնիկաները, թե տեխնիկապես ինչպես ընդհանրապես հասնել այն վիճակին, որ ժամանակը դադարի քո վրա ազդել, որտեղ ազատագրման առաջի բանը դա է, իրականում առաջի սիմպտոմը դա նա է, որ կենդանիակը ինքը այլևս չունի ոչ մի պարտականություններ, ինքը կապվածություններ չունի այս աշխարհում, եւ համապատասխան բանաձևը ինքը այսպեսին է, եթե կենդանիակը չունի կապվածություններ, ուրեմն ինքը չունի պարտականություններ, քանի դեռ ինքը ունի կապվածություններ, ինքը ունի պարտականություններ։ Եվ մենք դες հետ խոսել ենք դրա մասին, թե ինչ է նշանակում պարտականություն խոսքը արիացիների համար։ Սովորաբար մեր ժամանակներում, երբ որ մենք խոսում ենք պարտականության մասին, խոսքը գնում է այն գործողությունների մասին, որ անձնավորությունը ինքը պետք է որ կատարի անկախ նրանից, թե ինքը այդ պահին ցանկություն ունի այդ գործողությունները կատարելու, թե ոչ, հասկանում եք սերունդներս։ Եվ ուրեմն այդ տեսանկյունից արիացիների սահմանումը, ինչ է նշանակում պարտականություն, խիստ տարբեր էր։ Արիացիների համար պարտականությունը դա ընդհանրապես եղած լավ վերաբերմունքի գրագետ արտահայտումն էր։ Այսինքն, եթե դու իրոք լավ ես վերաբերվում ինչ-որ մի կենդանիակի, կախված նրանից, թե ինքը ինչ դիրք ունի քո կյանքում, դու պետք է հասկանաս, որ այդ կենդանիակը քո կյանք է ուղարկված այս գործողության համար։ Օրինակ, ասենք, բարձրագույն օրինակներ։ Եթե ինչ-որ մեկը ձեր երեխան է, այսինքն ձեզ համար փոքր է, դա ինքնըստինքյան նշանակում է, որ հենց դուք պետք է հոգ տանեք այդ կենդանիակի մասին։ Հիմա տեսեք, երբ որ մենք ասում ենք պետք է, Սա նշանակում է, որ անկախ նրանից այդ երեխան, եթե որ ինքը ծնվեց, նրա բնությունը, նրա ճակատագիրը, նրա բնավորությունը եւ այլն, մեզ դուր է գալիս, թե դուր չի գալիս, մենք պետք է ուրեմն այդ երեխային մեծացնենք։ Իսկ հիմա եկեք տեսնենք, թե ինչպես էին այդ հարցը լուծում արիացիները։ Չէ՞ որ մենք դες հետ քննարկել ենք արդեն, որ արիացիների երեխա բեռնավորելու գործընթացը ինքը խիստ տարբերվում էր նրանից, թե ինչպես են երեխան ստանում մեր ժամանակներում։ Մեր ժամանակներում դա արվում է կամ տրփանքի հիմքի վրա, այսինքն կրքերի հիմքի վրա,
կամ բռնության։ Եվ ուրիշ ոչ մի կերպ։ Կրքերը համընկան, հա, եւ դե ինչ ծնվեց, այն էլ ծնվեց։ Արիացիները իրենք, մենք դա մի քանի անգամ քննարկել ենք, չէ, որ երեխա բեղմնավորելուց առաջ իրանք մեկուսանում էին, զույգը ինքը մեկուսանում էր, այդտեղ իրենք զբաղվում էին, այսպես 100%-անի ներդաշնակության մեջ բերելու բոլոր չակրաները իրար հետ, որպեսզի կինը եւ տղամարդը լինեն բացարձակ ներդաշնակության մեջ։ Հետո իրանք սկսում էին ասկեզա անել, այսինքն ինչ որ մի ճգնություն էին վերցնում իրենց վրա, ինչու համար, որպեսզի ստանան այն երեխային, որը իրանք ուզում են։ Առաջի հերթին այդ ներդաշնակությունը ինքը պետք էր նրա համար, որպեսզի երկուսն էլ հասնեն այն բանի, որ նույն երեխային ուզեն։ Հետո արդեն իրանք սկսում էին կատարել ճգնություններ, որպեսզի իմինը այդ երեխային ստանան։ Ինքը բեղմնավորման ակտը, հա, տեղի էր ունենում ըստ աստղաբանական հաշվարկների, երբ որ աստղաբանները կամ քրմերը իրենք հաշվարկում էին երեխա բեղմնավորելու համար բարենպաստ օրերը։ Եվ այդտեղ, հասկանում եք, այդպես չէր լինում, որ զույգը ինքը ստանա ինչ-որ մի հատ երեխա, որը իր համար ինչ-որ դիսկոմֆորտ էր բերում։ Ես ուզում եմ, որ մենք այս տարբերությունները հասկանանք։ Հասկանում եք, արիական քաղաքակրթության մեջ բոլոր ծնողները երջանիկ էին իրենց երեխաներով, որովհետև ունեին հենց այն երեխան, որը ուզել էին, այսինքն իրենք, եթե շատ կոպիտ ասեմ, երեխա պատվիրել գիտեին, հասկանում եք, հա, եւ տեսեք, այս իմաստով, չէ, իրանք ունենում էին մի անձնավորություն, որին եւ հայրը եւ մայրը, այսպես հավասար սիրում էին, եւ այդտեղ խնդիրը մնում էր միայն այդ սերը եղած սերը, հասկանում եք, գրագետ արտահայտել, այսինքն թե, ասենք, այ կոնկրետ այդ կենդանիակը ինչ հոգատարության կարիք ունի։ Հասկանում եք, չէ՞։ Եվ ուրեմն կարողանում ենք հասկանալ, չէ՞, որ դու մեր ժամանակներում այդ ամենը խիստ տարբերվում է։ Եվ դրա համար մեր ժամանակներում պարտականություն, ուրեմն բանը, մեր ժամանակներում պարտականություն գաղափարը ինքը այլ է, որովհետև մենք կրքերին տրված կատարում ենք ինչ-որ գործողություններ, հետո ստանում ենք ինչ-որ մի հատ հետևանք, հա, որը ինքը կարող է մեզ համար, այսպես բացարձակապես մեր հետ անհամատեղելի անձնավորություն լինի։ Եվ այդ ժամանակ, իհարկե, պարտականություններ կատարելը ինչ-որ իմաստով դառնում է այդ, երբ որ ես իրականում ինձ դուր չի գալիս այն անձնավորությունը, ում համար ես պիտի հոգ տանեմ, ում մասին ես պիտի հոգ տանեմ։ Հասկանում եք, չէ՞։ Եվ արիացիները իրենք ասում էին, քանի դեռ կա պարտականություններ կատարելու անհրաժեշտությունը, դա նշանակում է, որ դու ցանկություններով կապված ես այս նյութական աշխարհին։ Հիմա դրական թե բացասական, այստեղ էական չի։ Իսկ դա նշանակում է, որ քո վրա ազդում է ժամանակը։ Այսինքն դու կլասիկ նյութական աշխարհի ապրող ես։ Այ երբ որ դու քո պարտականությունները ճիշտ կատարեցիր, այսինքն բոլոր պարտքերդ փակեցիր, կոպիտ ասած, հա, նյութական աշխարհը քեզ բաց է թողնում։ Մի պայմանով, երբ որ դու ոչ մի նոր կապվածություններ չես ձևավորում։ Հասկանում եք։ Եվ արիացիները իրանք ռեալ ստանում էին ազատագրում։ Այդ ազատագրման հետևանքով իրենք շատ հզոր, ուրեմն միստիկական, գերբնական ուժեր էին ձեռք բերում։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Եվ ուրեմն մենք կարողանում ենք հասկանալ, որ այդ թեմաների շուրջ խոսում են միայն արիացիները։ Եվ
Անցյալ անգամ մենք ձեզ հետ քննարկում էինք հոգևոր ուսուցիչ աշակերտ հարաբերությունները, մենք այդ թեման ամբողջ ընթացքում, ինչքան որ ծանոթանում ենք արական քաղաքակրթության հետ, բավականին երկար, բավականին ծավալուն այդ բոլոր թեմաների շուրջ զրուցելու ենք, ինչու, որովհետև արիացիները, այսպես ասեմ, արիացիների քաղաքակրթությունը ինքը հենված էր գիտելիքի վրա։ Կրթությունը դա ամենակարևոր բանն է արական քաղաքակրթության մեջ, հա, եւ բնականաբար այդ գիտելիքի կրողները իրենք էլ շատ յուրահատուկ դեր էին զբաղեցնում եւ մարդկանց կրթություն էին տալիս հոգեվորականները։ Ինչ է նշանակում հոգեվորականների խավ։ Դա առաքինության տեսանկյունից ամենաառաքինի կենդանի էակներն էին, որոնք իրենք մաքրության տեսանկյունից հասել էին սրբի մակարդակի։ Հասկանում եք։ Հիմա, սիրելիներս, ուրեմն այս ամեն ինչը հաշվի առնելով, մենք ձեզ հետ տեսանք, որ Տեր Քրիստոսն ինքը ցույց տվեց այդ օրինակը, որ ինչպես պետք է վերաբերվի անձնավորությունը իր հոգևոր ուսուցչին։ Մենք տեսանք, որ հոգևոր ուսուցիչը ինքը շատ տարօրինակ խնդրանքով դիմեց Տեր Քրիստոսին եւ Բաղարամային, եւ այդ խնդրանքը ինքը արդեն խոսում էր նրա մասին, որ ինքը շատ լավ հասկանում է, թե ինքը ում հետ գործ ունի։ Ինքը շատ լավ հասկանում է, թե ինքը ում հետ գործ ունի, իմաստի տեսանկյունից մենք խոսեցինք նրա մասին, որ ուրեմն իրականում հոգևոր ուսուցիչը, եւ մենք ասեցինք, որ նրա որդին ինքը դրա անունը նշվում է, սովորաբար չի նշվում, բայց եթե նշվում է որպես պրաշանտա, եւ պրաշանտա դա հանգստությունն էր։ Հիմա ուրեմն այդ հանգստության տեսանկյունից, չէ, Սաուբարի Մունին ինքը ցույց տվեց, որ հոգևոր ուսուցչի համար ամենակարևորը դա հանգստությունն է, ինչ թեմայով, չէ, ինչ թեմայով է այդ հանգստությունը ընդհանրապես բան էլի, որ աշակերտը ինքը պետք է, եթե ինքը իրոք իրականացնում է հոգևոր ուսուցչի կողմից տրված գիտելիքը, ուսուցիչը ինքը բավարարվում է այն ժամանակ, երբ որ ինքը տեսնում է, որ աշակերտը բացարձակ խաղաղության մեջ հաստատված է։ Որովհետև ներքին պլատֆորմայում ձեռք բերել բացարձակ խաղաղությունը, դա այդքան էլ հեշտ գործ չի, այսպես էլ եթե լուրջ ենք խոսում։ Հասկանում եք, սիրելիներս, չէ։ Ուրեմն, այստեղ մենք ձեզ հետ կարողանում ենք տեսնել, որ հոգևոր ուսուցիչը ինքը հենց դա պահանջեց, ասեց, ինձ բերեք այդ հանգստությունը, հա, որովհետև իրականում նյութական աշխարհում, այո, հանգստությունը ինքը, եթե այսպես կոպիտ ասեմ, հանգստությունը ինքը թաղված որակ է։ Ինչու՞, որովհետև նյութական աշխարհում ապրում են այն կենդանիակները, որոնք իրենք նախանձի հիմքն են վերցրել, չէ, այսինքն իրենք վերցրել են էգոիզմի հիմքը, եւ սա իրենց դարձնում է խորամանկ եւ դաժան կենդանիակներ։ Ինչ հանգստության մասին է ընդհանրապես խոսքը գնում, երբ որ ապրում են այդ աշխարհում, այդ ներքին պլատֆորման ունեցող կենդանիակներ։ Իհարկե ոչ մի հանգստության մասին խոսք անգամ լինել չի կարող։ Մենք հենց հիմա այս պահին ամբողջ մարդկությունով ապրում ենք հենց այդպիսի իրականության մեջ, երբ որ ինչ-որ ազգեր իրանց շահերը իրականացնելու համար այս պահին ամբողջ աշխարհը մտցնում են կամաց-կամաց ուրեմն անհանգստությունների, կորուստների, դաժանության դաշտ։ Ով է ընդհանրապես մտածում, թե սովորական մարդը ինքը ինչ կորուստներ է ունենում այդ ամբողջ ընթացքում։ Ոչ մեկին դա չի հետաքրքրում, չէ՞։ Եվ դա ինքը հենց դա է։ Այսինքն խորամանկության դարաշրջանը վերջացավ, հիմա սկսվեց բացահայտ թշնամանքի գործողությունները։ Հա, բոլոր մասնակիցները իրենք հավաքեցին իրենց ցանկությունները իրականացնելու համար անհրաժեշտ ուժը եւ հիմա դեմոնստրացիա են անում իրար, թե
ինչպիսի ուժի են տիրապետում։ Ով է այդ արանքում ընդհանրապես մտածում, թե ինչ է լինելու ընդհանուր առմամբ մարդկության հետ։ Պատում է, մի բան կավիրենք, հետո կակրաս սովորական մարդու համար զբաղմունք կլինի էլի այդ ավիրվածությունը ոտքի կանգնացնել։ Չէ՞, օրինակ այդպես են վարվել դարեր շարունակ, այդպես են վարվել Եվրոպայի հետ։ Չէ՞։ Մենք ասում ենք առաջին համաշխարհային պատերազմ, երկրորդ ոչ մի համաշխարհային պատերազմ չի եղել։ Եղել է եվրոպական պատերազմ, երբ որ եվրոպացիները իրենք այսպես ստեղծել են, հետո ինչ որ մեկը դրսից մի հատ իրավիճակ է ստեղծել, ինչի վրա որ ձեռքերն է տաքացրել, ահռելի գումարներ է աշխատել, չէ՞։ Հետո ինքը այդ իրավիճակը ստեղծել է, հետո էլ հենց ինքն էլ օգտականի դերում դուրս է եկել, հասկանում եք, չէ՞։ Դա ինչի համար, որտեղ եւ իրավիճակի մեջ է փող աշխատել, եւ օգտականի դերում է փող աշխատել։ Եվ եվրոպական ազգերը իրանք անցյալ դարում երկու անգամ այսպես ավիրակներից նորից բարձրացրել են իրենց երկրները, չէ՞։ Ինչը իշխանավորների համար զբաղմունք է, մարդկանց համար թող զբաղվեն։ Ով է ընդհանրապես այդպիսի բաների մասին մտածում։ Այո, իհարկե, եւ աշխարհը ինքան հանգստության աշխարհ է։ Հասկանում եք, որտեվ ասենք բոլոր մեր տատանումները, բոլոր թախիծը, չգիտեմ, էսեն, ինքը ինչից է գալիս, որ մենք վերաբերվում ենք այս աշխարհին այնպես, ոնց որ ինքը նախատեսված է երջանկության համար։ Ինչպես կարող է երջանկության համար նախատեսված լինել այն աշխարհը, որը ժամանակավոր է, այսինքն որի մեջ կա մահը։ Ինքը արդեն իսկ դրա համար չի նախատեսված։ Հասկանում եք, այդ երանության համար է նախատեսված հոգևոր աշխարհը, որտեղ կա ամենագլխավոր բանը՝ հավերժությունը։ Եվ երբ որ խոսքը արդեն գնում է հավերժության մասին, չէ՞, կենդանիակը ինքը միանգամից, այս խոսքով ասեմ էլի, միանգամից արխայնանում է, չէ՞։ Ինչի, որովհետև եթե նույնիսկ իր հանդեպ թշնամանք լինի, իրեն ոչ մեկ չի կարող վնաս պատճառել, իր մարմինը հավերժ է։ Եվ ինչպես Բhagavad Gita-ում Շրի Կրիշնան ասեց, այդ մարմինը ոչ հնարավոր է վառել, ոչ հնարավոր է կիսել, ոչ հնարավոր է թրջել, ոչ բան հնարավոր չի իր այդ անել։ Չէ՞, տեսեք անակ, ես միան պատկերացրեք այդ իրականությունը, միանգամից կհասկանաք, չէ՞, որ այդ աշխարհը ինքը գոյություն ունի երանության համար։ Հասկանում եք, եւ դա, այո, երբ որ արիացիները իրենք ասում են նյութական աշխարհը ինքը պատրանքային աշխարհ է, իլյուզիաների աշխարհ է, հա, իրանք ճիշտ էին ասում։ Եվ այդ ամենամեծ իլյուզիան կանում է հենց դրանում, որ կենդանիակները նյութական աշխարհում ապրելով իրանք մտածում են, որ նյութական աշխարհը ինքը երջանկության համար կամ ինչ-որ երջանկություն է իր մեջ պարունակում, որ նյութական աշխարհը իր մեջ պարունակում է միայն գոյատևման պայքար, ուրիշ ոչ մի բան։ Հասկանում եք, եւ երբ որ այդ գոյատևման պայքարում կենդանիակը հաղթում է, ինքը կարող է ինչ-որ մի մակարդակի ինչ-որ վայելել իր գոյությունը, հա։ Հիմա երբ որ աշխարհի հզորները որոշել են պիտի ձևած միր, այսինքն ազդեցությունը, այդ ազդեցության ոլորտները միացած խառնեն իրար, բանեն թե ով ինչ ազդեցություն է ունենալու, սովորական մարդիկ, այսինքն մարդկությունը ընդհանրապես հիմա նորից կանգնած է, այսպես մեծ տրանսֆորմացիաների առաջ։ Եվ պարզ է, չէ, որ ամեն մի մարդ չի կարողանալու այդ տրանսֆորմացիաների միջով բարեհաջող անցնել։ Չէ, եւ նյութական աշխարհը ինքը անհանգստության աշխարհ է։ Հիմա հոգևոր ուսուցիչը ինքը ցույց տվեց, որ ինքը խաղաղություն, իրան վերադառնում է խաղաղությունը, երբ որ իր աշակերտը ինքը բան է, ասենք ինքնաիրականացման մեջ հաստատված է, այսինքն շատ կոնկրետ հզորություն ունի։ Եվ մենք շարունակում ենք կարդալ Ութավայի տեքստերը, Ութավան ինքը շարունակում է խոսել։ Շիմադ Բhagavatam 3-րդ երգ, 3-րդ գլուխ, 3-րդ տեքստ։ Փիշմակա թագավորի դստեր
Ռուկմինիի գեղեցկությամբ և արժանիքներով հրապուրված շատ մեծ թագավորներ և արքայորդիներ հավաքվեցին նրա հարսանեկան արարողությանը, արքայադստեր ձեռքը դվաճելու հույսով։ Սակայն Տեր Կրիշնան անցնելով հավաքված փեսացուների վրայով տարավ նրան որպես իր օրինական ավար կամ դաբույճը, ինչպես գարուդան գողացավ կիսաստվածներից նեկտարը։ Եվ այսպես ունենք նոր կերպար, Ռուկմինին։ Իրականում Ռուկմինին ինքը ահավոր հետաքրքիր կերպար է, ինչու համար։ Առաջի հերթին շատ հետաքրքիր էր Ռուկմինիի ամուսնությունը։ Ռուկմինին ինքը, ընդհանրապես Ռուկմինի նշանակում է փայլող, ոսկու պես փայլող, այսինքն կամ ոսկու կտոր, այդտենց էլի, այսինքն Ռուկմինին ինքը այն որակները, որը ինքը մարմնավորում է, դրանք առաքինության դաշտում, հոգևորի դաշտում, այն ոսկու գին ունեն։ Որն էր Ռուկմինիի գլխավոր որակը։ Գլխավոր որակը Ռուկմինիի դա ուրեմն խոնարհությունն էր։ Խոնարհությունը, ամոթխածությունը, վերին աստիճանի բարձր բարոյականությունը եւ այլն եւ այլն։ Եվ այս դրա համար էլ ինքը կոչվում էր Ռուկմինի, այսինքն նա ով ասած ոսկու կտորի պես ոսկու կտոր է, այդքան հանգամանք է։ Եվ Ռուկմինին ինքը արդեն դարձավ տարիքով դարձավ համապատասխան, որպեսզի ինքը ամուսնանա, իր եղբայրը, ուզում էր Ռուկմինին ամուսնացնել Շիշուպալայի հետ։ Ով էր Շիշուպալան։ Շիշուպալան ինքը նախանձի մարմնավորումն է։ Երբ որ արիացիները իրենք խոսում են, այո, պատմությունները, թե ինչպես են ընտրվել, թե որ պատմությունները պետք է մտնի Բhagavad-ամի մեջ, չէ, որովհետև այստեղ շատ կարևոր է այդ ներքին իմաստը, որը կա այդ գրվածքներում, տեսեք ասենք, չէ, ուրեմն այդ տեսանկյունից, չէ, մենք կարողանում ենք հասկանալ, որ բանը Ռուկմինին ինքը խոնարհության մարմնավորումն է, եւ երբ որ խոսքը գնում է կին տղամարդ հարաբերությունների մասին, կինը ինքը միշտ մարմնավորում է ծառայող սկզբունքը, տղամարդը մարմնավորում է գլխավորող սկզբունքը։ Հիմա Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը իրականում որպես, եթե ես ծայրահեղ ձևով ասեմ, որպես միակ տղամարդ հոգևոր աշխարհի, որովհետև մնացած բոլորը իր հանդեպ ծառայողական դիրքում են, եւ տղամարդիկ եւ կանայք, ուրեմն որպես բարձրագույն տղամարդը, լավ այսպես ասենք, հոգևոր աշխարհի կամ ընդհանրապես, ինքը ինչ-որ սկզբունքներ կան, որոնք ծառայում են։ Հիմա մենք ասում ենք, որ իմաստի տեսանկյունից Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը համընդհանուր երանության գաղափարն է։ Այսինքն, որ բոլոր, բացարձակապես բոլոր կենդանի էակները, ուրեմն ունեն երջանիկ լինելու իրավունք։ Հիմա սիրելիներս, չէ՞, եւ կան ինչ-որ սկզբունքներ, որոնք իրանք ծառայում են այդ գաղափարին, որպեսզի այդ գաղափարը ինքը կարողանա իրականանա։ Եվ հարաբերությունների տեսանկյունից դա միշտ այդպես է, որ տղամարդը ինքը ինչ սկզբունք է այդ պահին ուրեմն մարմնավորում, եւ կինը ինչ սկզբունք է բանանում։ Հիմա տեսեք, ինչպես ասեցինք, Ռուկմինին ինքը բարոյականության, խոնարհության, համեստության, ամոթխածության մարմնավորումն է։ Եվ իր եղբայրը պատրաստվում էր, տար այդ սկզբունքները տար ծառայության նախանձին։ Ռուկմինին ինքը ահավոր հետաքրքիր կերպար է այդ տեսանկյունից, որովհետև ես հիմա նոր ասեցի, որ Ռուկմինին ինքը ամոթխածության, բարոյականության մարմնավորումն է, չէ՞։
Եվ ասենք սովորական մարդու պատկերացումները իրանք այդպիսին են, որ եթե ինքը իրոք խոնար, բարոյական աղջիկ էր, ուրեմն իր եղբոր կամքը իր համար պետք է լիներ օրենք։ Օրինակի վայնքը մենք դուրս գանք Հայաստանում, չէ, եւ այսպես կոչված տրադիցիոն ընտանիքների որևիցե մի տղայի հարցնենք, ասենք, այ դու ինչ ես մտածում քո քրոջ ամուսնության մասին, ինքը կասի ինքը չի կարող ամուսնանալ առանց իմ համաձայնության։ Եթե ես ասեմ, որ ես դեմ եմ, եթե նույնիսկ ինքը ընտրություն ունենա, ինքը չի կարող ամուսնանալ, վերջ։ Հասկանում եք, չէ՞։ Եվ ծնողները շատ հաճախ, նրանք ովքեր որ աջակցում են այդ գաղափարին, որ տղան ինքը պետք է այսպես էլի, իրան պետք է թույլ տալ, որպեսզի ինքը իր տղամարդկային սկզբունքը իրականացնի, չէ՞։ Իրանք հենց այն միայն այդ գաղափարը իրականացնելու համար կարող են դժբախտացնել իրենց աղջկան, ասելով, դե բան, եղբայրը դեմ է։ Եվ իրանք ընդունում են, որ եթե եղբայրը դեմ է, ուրեմն այդ ամուսնությունը կամ այդ միասնությունը ինքը չի կարող տեղի ունենալ։ Հասկանում եք։ Այդ դրա համար է, որ ես ասում եմ, գոյություն ունի 3 գաղափար։ Գոյություն ունի ազատություն պահվածքի մեջ, գոյություն ունեն սխալ տրադիցիաներ, որոնց հիմքի վրա անպայման ինչ որ մեկը դառնում է դժբախտ, հա, եւ գոյություն ունեն ճիշտ ավանդույթներ։ Սխալ ավանդույթները իրենք կազմակերպվում են երկու տիպի անձնավորությունների կողմից։ Մեկը դրանք կներեք, բայց պիտի ասեմ, մեկը դրանք տգետներն են, այսինքն նրանք, ովքեր տրադիցիաներ են բանանում, սահմանում տգիտության հիմքի վրա, հա, իսկ տգիտության հիմքը դա բռնությունն է, այսինքն նա որ հորինում է այդ բաները, ինքը հորինում է իր շովինիզմի տեսանկյունից, որ կատարվի իր ցանկությունը, հա, եւ այդտեղ իհարկե ես ստիպված եմ ընդունել, ոչ թե որ ես ինչ-որ տղամարդկանց դեմ ինչ-որ բան ունեմ, ուղղակի աստվածամեժության դարաշրջանում, այո, ծնվում են եւ այնպիսի տղամարդիկ եւ այնպիսի կանայք, որոնք իրենք բռնության հանդեպ ընդհանրապես հակում ունեցողներ են։ Հասկանում եք, չէ՞։ Եվ այո, մենք կարող ենք պարզ տեսնել, չէ՞, պատմության ընթացքում, որ տղամարդը ինքը աստվածամեժության դարաշրջանի սկզբից չարաշահել է իր դիրքը, մինչև այսօր։ Եվ բավականին անպատասխանատու, ասենք, պահվածք կարող է ունենալ, չէ, հենց այդ տեսանկյունից, ընդհանրապես այն անձնավորությունները, որոնց մասին ինքը պետք է հոգ տանի, որտեղ տղամարդը ինքը մարդկային հասարակության մեջ իրոք զբաղեցնում է ամենակարևոր դերը, չէ՞։ Իսկ այսինքն ինքը բոլորի համար ավագ է, իսկ ավագ արիական քաղաքակրթության համաձայն համենայն դեպս ավագը միշտ նշանակում է, որ իր ֆունկցիան է պաշտպանելը, հոգ տանելը, չէ՞։ Եվ ասենք տղամարդը ինքը շատ հաճախ ստիպված է լինում, իսկ կանայք են իրենց հերթին, չէ՞, այսպես էլի, կանանց արվեստն էլ ինքը կայանում է նրանում, որպեսզի միշտ պահվածք ունենան, այնպիսի պահվածք ունենան, որպեսզի տղամարդը ինքը կարողանա այդ իր հոգատարությունը ուրեմն բանանի, իրականացնի։ Հասկանում եք։ Օրինակ, մեր ժամանակներում, չէ, կարող է այնպիսի իրավիճակներ ստեղծվել, օրինակ, որ հոգևոր կինը, որը ինքը ասենք հոգևոր կյանքով է զբաղվում, չէ, եւ Գերագույն Աստծո անձնավորությունը կարող է իր վրա այնպիսի նախասահմանում դնի, չէ, որը այդ կինը պիտի ինչ-որ օրինակ ցույց տա, ինչ-որ բաներ, ինչ-որ նախասահմանում ունի, որը պետք է կատարի, հասկանում եք։ Եվ ասենք հանկարծ կարող է պարզվի, որ երբ որ կինը ինքը, իսկ դա նշանակում է ինքը պիտի դուրս գա հասարակություն, չէ։ Եվ կարող է պատահի այնպես ստացվի, որ տղամարդը, որ իր կողքին է, ինքը զգա, որ ինքը չի կարող ոչ հոգ տանել, ոչ էլ պաշտպանել այն կնոջը, որը որ հիմա պիտի ինչ-որ նախասահմանում ունենա, ինչ-որ ֆունկցիա պիտի կատարի Աստծո կամքով, չէ՞։ Եվ տղամարդը ինքը կարող է հետ քաշվել, երբ որ ինքը իր մեջ ուժ չի զգում, ինքը հետ է քաշվում։
Եվ կինը մնում է անտեր, կոպիտ ասած։ Բայց եթե դա հոգևոր կին է, ինքը անտեր երբեք չի մնում, որտեղ իրան սկսում է պաշտպանել Գերագույն Աստծո անձնավորությունը։ Բայց եթե դա սովորական կին է, ինքը մնում է անտեր։ Դրա համար կանայք իրենք սովորաբար պետք է պահեն իրենց ամուսինների հնարավորությունների սահմանում։ Հասկանում եք, որպեսզի կարողանան, որպեսզի տղամարդը ինքը կարողանա իրականացնի եւ հոգատարությունը եւ պաշտպանությունը։ Չէ՞։ Եվ ասենք, բայց երբ որ այդ հաշվի չի առնվում ընդհանրապես ոչ մի բանը, դա սովորաբար ես դա ասում եմ, որ դա շովինիզմ է եւ անպայման իր մեջ պարունակում է բռնություն, չէ՞։ Ուրեմն մի դեպքում տղամարդը ինքը ստիպված է լինում գնալ բռնության, որովհետեւ այն բոլոր նրանք, ովքեր որ բան են, որ ինքը պետք է պաշտպանի, իրանք սխալ են պահում։ Այսինքն իրանք ուզում են, որ իրանք ազատ ինչ ուզում են անեն, եւ հենց որ ինչ-որ մի հատ հակադարձ բան ստանան, տղամարդը իրանք պաշտպանի։ Այդտեղ ոչ մի արդարություն չկա, հասկանում եք, չէ՞։ Եվ տղամարդը ինքը այս դեպքում ստիպված է լինում դիմել բռնության, որ այս բանը դու չես անելու, որտեղ եթե դու դա արեցիր, այն պատասխանը, որ ստանալու ես աշխարհից, ես քեզ այդտեղ չեմ կարողանալու պաշտպանել, որտեղ դա իմ հնարավորություններից բարձր է։ Հասկանում եք, մենք պիտի հասկանանք, էլի որ շատ դեպքերում տղամարդիկ իրանք բռնության են անցնում, որովհետև ստիպված են, որպեսզի սանձեն իրենց իր հովանավորության տակ գտնվող կենդանիակների ցանկությունները, այնպես որ այդ կենդանիակները իրանք գործեն համապատասխան այդ տղամարդու հնարավորությունների։ Հասկանում եք, չէ՞։ Օրինակ տեսեք, ասենք, շատ պարզ եւ շատ կոպիտ օրինակ բերեմ, չէ՞։ Ասենք, մեր ժամանակներում կինը ինքը ունի ազատություն։ Եվ այդ ազատության ընթացքում, չէ, կինը ինքը, ասենք, համել կարող է ունենալ շատ բան, այսպես, ամբիցիաներ կարող է ունենալ, չէ, որ ինքը փառք է ուզում, դու հիմնականում, ասենք, դա վերաբերվում է բանին, էլի, ասենք, բանտաշտին, այդ շոու բիզնեսի դաշտին, չէ, փառք է ուզում, չգիտեմ, հարստություն է ուզում, սա է ուզում, նա է ուզում, բայց ծնված է, ասենք, միջին կամ միջինից ցածր հնարավորություններ ունեցող ընտանիքում։ Դա ինչ է նշանակում, որ հայրը ինքը ի վիճակի չի, չէ, ինքը ի վիճակի չի ֆինանսավորել, այսինքն այդ աղջկա ցանկությունները։ Ինչ է անում աղջիկը։ Երկու բան կարող է անել, հա, առաջինը դա նա է, որ թաղում է իր բոլոր երազանքները եւ ապրում է այն սահմաններում, որը իրան տրված է ի վերուստ։ Երկրորդը դա նա է, որ ինքը շարժվելով այդ բանով, եթե հատկապես գեղեցիկ է, իր գեղեցկությունը դարձնում է այն գինը, որը ինքը վճարելու է հաջողության համար։ Եվ ինքը թքում է, այսպիսի ծնող ինքը ասում է, ես չեմ կարող, ի վիճակի չեմ, ոչ քո ուսման համար վճարեմ, ոչ հետո վճարեմ, որ լավ տեղ ունենաս, այդ ճանապարհը, որը դու ուզում ես, ես ի վիճակի չեմ։ Ինչ է անում այդպիսի աղջիկը։ Ինքը վեր է կենում եւ դուրս է գալիս փողոց, չէ՞։ Ինչ է անում այդ փողոցում։ Այս կներեք էլի, սա հիմա այնպիսի բաներ եմ ասում, որ բոլորս էլ գիտենք, որ այդպիսի բաներ իրանք կան, չենք ասում բոլորի մոտ, բայց կան, չէ՞։ Ասենք, այն գնում է այդ ճանապարհով, սեռական հարաբերություններ այս դասախոսի հետ, այն քննություն ընթողի հետ, հետո այն ռեժիսորի հետ, հետո այն պրոդյուսերի հետ, հետո այն, չգիտեմ, ինչի հետ, եւ այդպես ինքը փաստացի մարմնավաճառությամբ զբաղվելով հասնում է իր նպատակին։ Չէ՞, ինչ եղավ։ Որ ինքը արատի հաշվին հասավ իրականացրեց իր ցանկությունը։ Հասկանում եք։ Իսկ կոպիտ ասած մահից հետո իրան դրա համար ինչեր է սպասում, դա ոչ մեկին չի հետաքրքրում, չէ՞։ Հատկապես աստվածամերժության դարաշրջանում, երբ որ բան է, հասկանում եք, չէ՞, ուրեմն ճանապարհը կամ դա է, կամ դժբախտությունը։ Հիմա Ռուկմինին այդ իմաստով շատ հետաքրքիր կերպար է, ինչու։
Ռուկմինին լսել էր Կրիշնայի մասին և ինքը համարում էր, որ ինքը Կրիշնայի համար է նախատեսված, այսինքն այդ բարոյականության, համեստության, խոնարհության սկզբունքը ինքը համարում էր, որ ինքը նախատեսված է ծառայել ոչ թե նախանձին, որի մարմնավորման հետ ուզում էին ամուսնացնեին իրան, այլ Տեր Կրիշնային, ինչու, որովհետև ինքը համընդհանուր երանության սկզբունքն էր։ Հասկանում եք։ Եվ տեսեք Ռուկմինին ինքը, ասեք, այդ որպես ուղղակի որպես կին, չէ՞։ Մի կողմից մենք ասում ենք, որ ինքը համեստ էր, խոնարհ էր, եսի ինչ էր, բայց մյուս կողմից ինքը շատ անսպասելի քայլ արեց։ Ուրեմն ինքը հայրը, աղջկա հայրը, ինքը շատ ուզում էր, որպեսզի իր աղջիկը ամուսնանա հենց Տեր Կրիշնայի հետ, այսինքն հայրն էլ էր համարում։ Իսկ իր հայրը հորանունն էր, կներեք, մի հատ բան անեմ, վերհիշեմ, թե իր հորանունը ինչ էր։ Փիշմակա, հա, ուրեմն իր հայրը Փիշմական, ինքը բան է, էլի, Փիշմակա անունն է ինքը, խոսում է նրա մասին, որ ինքը ազնվորություն էր, որը ինքը բան ուժ ունի, լրջություն ունի, հա, հեղինակություն ունի, այսինքն ինքը մի ազնվորություն էր, որը բան էր, էլի, վիլիկի, որը ինքը շատ բան էր, էլի, մեծ էր, հասկանում եք, իր իմաստության և ուժի մեջ, չէ՞։ Հիմա այդ ազնվորությունը, այսինքն նա, ով որ իրականում Ռուկմինիի կյանքում կարևորն էր, հայրը, ինքը ուզում էր, որպեսզի բանը Ռուկմինին ամուսնանա Տեր Կրիշնայի հետ, իսկ իր եղբայրը ուզում էր, որ ինքը ամուսնանա իր ընկերոջ Շիշուփալայի հետ։ Իսկ ինքը Ռուկմինին մտածում էր, որ իր համար ճիշտ ամուսին է Կրիշնան։ Ինչ արեց Ռուկմինին, այդ համեստ խելոք կինը, աղջիկը այդ պահին, հա։ Ինքը նամակ գրեց Տեր Կրիշնային։ Այսինքն ինքը առաջինը քայլ արեց, չէ, դա չլսված բան էր արիական քաղաքակրթության մեջ, հա, ոչ թե չլսված, այլ հազվադեպ հանդիպող, այսպես ասենք, հա։ Ինքը առաջինը քայլ արեց, ինքը նամակ գրեց Տեր Կրիշնային, որտեղ ինքը խոսում էր նրա մասին, որ փաստացի ինքն էր ամուսնության առաջարկանում Կրիշնային։ Այմա համատեղեք ամուսնության առաջարկը համեստության և խոնարհության հետ։ Հասկանում եք, բայց տեսեք, ասենք, թեկուզ եւ ինքը այդպես արեց, արիացիները մինչև վերջ եւ Վյասադևան ինքը երբ որ գրանցել է այդ ամբողջ սուրբ գրվածքները, չէ՞, ինքը միևնույն է Ռուկմինիին նկարագրել է որպես բնութագրել է որպես խոնարհ եւ համեստ կնոջ մարմնավորում։ Հասկանում եք, բայց տեսեք, երբ որ եկավ տեղը, չէ, այ ինքը քայլեր արեց իր եղբոր անարդարության դեմ։ Այսինքն ինքը հայրը այդ դիրքներ ընդունել, որ հա, ես էլ կուզենայի, որ դու ամուսնանաս Կրիշնայի հետ, բայց տես, ասենք, տրադիցիան ինքը խոսում է նրա մասին, որ ընտանիքի բոլոր անդամները պետք է համաձայն լինեն այդպիսի ամուսնության հետ, իսկ քո եղբայրը համաձայն չի։ Դա նշանակում է, որ այդ ամուսնությունը ինքը տեղի չի կարող ունենալ։ Իսկ քո եղբայրը ինքը ուզում է, որ դու ամուսնացած լինես Շիշուփալայի հետ, հա։ Հիմա եթե ես էլ քո եղբորը դեմ գնացի, դու կմնաս տանը։ Այսինքն չես ամուսնանա։ Որպեսզի այդպիսի կոնֆլիկտ չլինի, եւ դու որպես կին կատարես քո ամենագլխավոր նախասահմանումը, որ դու ամուսնանաս, երեխաներ ունենաս եւ այլն, եւ այդ քո բարոյականության բանը դարման միջև վերջ կատարես, չէ՞։ Ես այդ կոնֆլիկտին իհարկե չեմ գնա։ Քո եղբայրը գնաց իմ հետ կոնֆլիկտի, ես իր հետ կոնֆլիկտի չեմ գնա։
Այսինքն իր անհամաձայնությունը թույլ չտվեց, որ իմ ցանկությունը կատարվի, ուրեմն պիտի իր ցանկությունը կատարվի, որպեսզի դու պրոստը այսպես էլի ամուսնացած լինես։ Այսինքն կանացի թարման կատարես, որտեղ արիացիների գլխավոր կարգախոսներից մեկը կներեք դա նա էր, որ ոչ մի կնոջ արքանդ չպիտի մնա դատարկ, այսինքն բոլոր կանայք պետք է իմանան ինչ է նշանակում մայրություն։ Իրականում առաքինի կանանց կատարմամբ մայրությունը ինքը այս աշխարհում բարիություն եւ փափկություն մտցնող գործոն է։ Իրականում բոլոր դաժանությունները իմինը կանանց կողմից այս աշխարհում արվում են այն կանանցով, ես միշտ ասում եմ, չէ, որ կան, այսպես էլի, տղամարդ կամ տղամարդ ծնող, կին կամ կին ծնող։ Եվ այդ կին ծնող, տղամարդ ծնող, չէ, տղամարդ ծնողը ինքը արդարության սկզբունքն է իրականացնում։ Կին մայր, ուրեմն տղամարդ հայրը ինքը արդարության սկզբունքն է իրականացնում, կին մայրը ինքը բարիություն է բերում այս աշխարհ, համբերություն, ողորմածություն, բարիություն, հա, որտեղ ինքը անսահման ներելու ունակություն ունի, այն կինը, որ ինքը մայրական բնություն ունի, հասկանում եք, հենց որ կինը ինքը մի քիչ տղամարդ է դառնում, այսինքն փառասեր է դառնում, իսկ այդ կինը, չէ, ինքը այս աշխարհը մտցնում դաժանություն, խորամանկ դաժանություն, հա, որ ինչպես եւ տղամարդը այս աշխարհը մտցնում անարդարություն, եւ որ այդ հայրական բնազդը մեջը չկա, հասկանում եք, չէ, հիմա եւ տեսեք ասենք, չէ, այդ բաները դրա համար իրենք համարում էին, որ կինը, որպեսզի ինքը դաժանություն չմտցնի այդ աշխարհ, ինքը պետք է բավարարի իր ամենակարևոր կարիքը։ Մենք շուտով պատմություն ենք ունենալու, որտեղ մենք ծանոթանալու ենք արիացիների մի շատ հետաքրքիր գաղափարի հետ, այդ գաղափարի հետ կարելի է համաձայնվել, կարելի է ոչ։ Մենք ձեզ հետ քննարկում ենք, թե ինչ մտածելակերպ ունեին արիացիները, չէ, եւ ես չեմ հոգնի ասելուց, որ դիտարկում ենք այդ հարցը ըստ արդյունքի արիացիները իրենք երջանիկ հասարակություն են կարողացել կառուցել։ Հասկանում եք, եւ մենք, ովքեր ոչ մի տեղ այս աշխարհում չենք կարողացել ստեղծել երջանիկ հասարակություն, գոռոսության հիմքի վրա, այսպես չէ, բարձրուքից գնահատենք, թե այնտեղ արիացիները ինչ է ճիշտ է, ինչը սխալ, հասկանում եք, այդպիսի իրավունք չունենք։ Մեր արդյունքները թույլ չեն տալիս։ Հասկանում եք, որպեսզի մենք քննադատենք արիացիներին։ Արիացիների արդյունքները ստիպում են մեզ խոնարհ լսել, թե իրանք այդ ինչ գիտեին, որտեղ իրանց գիտելիքը օգնել էր, որ իրանք այդ խնդիրը լուծեն, իրանք կառուցում էին երջանիկ հասարակություն։ Նու պարզ է միջև աստվածամերժության դարաշրջանը։ Աստվածամերժության դարաշրջանից հետո դա արդեն արիական քաղաքակրթությունը չէր, դա արդեն այդ սիստեմայի մեջ ծնվում էին աստվածամերժերը, հարամեցին, ամեն ինչը դարձրեցին կաստովի սիստեմա եւ Հնդկաստանը ինքը լցվեց բռնությամբ։ Հասկանում եք, չէ՞ սիրելի դերս, այս բաները մենք պիտի հասկանանք, չէ՞։ Հիմա ուրեմն տեսեք ասենք, այդ տեսանկյունից, չէ, իրանք այդ բան սկզբունքը ունեին, որ մի հատ կին պիտի չլինի, որ ինքը չի բացավ ինչ է նշանակում մայրություն։ Մի հատ կին պիտի չլինի, որը չունի տղամարդու պաշտպանություն։ Թեկուզ այո, մենք ձեզ հետ քննարկեցինք առաջի երկի սահմաններում, չէ, որ արիական քաղաքակրթության մեջ նույնպես կար հասարակած տուն։ Չէ, եւ այդտեղ որ աղջիկներին էին այդտեղ ուղարկում, այդտեղ գեղեցկությունը չէր կարևորը։ Այդ ներքին հավատարմություն չունեցող կանանց, որտեվ բաներ են, իրանք 100%-անի ստույգ որոշում էին, ով ունի այդ բնությունը, իսկ ով չէ։
չէ, եւ նրանք ովքեր հավատարմություն չունեին, իրանց ոչ մեկ կնության չէր տանի, ոչ մեկ տուն չէր տանի։ Հասկանում եք, անհավատարիմ բնություն ունեցող կնոջը։ Մենակ նրա պատճառով, որ ոտքի բութ մարդն է գեղեցիկ։ Կներեք էլի մի քիչ չափազանցված եմ ասում։ Հասկանում եք, այդպիսի բաները զգայարանի համար հաճելի է։ Հետո որտեղից է եւ այդտեղից առաջանում է բաժանվելու իրավունք ունենալը, չէ՞։ Ինչու որտեվ պարզվում է, որ հավատարմության հակում չկա։ Հասկանում եք, չէ՞։ Միևնույն է, այդ հավատարմությունը ինքը մնում է որպես գլխավոր խնդիր։ Հիմա եւ այդ իմաստով, չէ՞, Ռուկմինիի արած քայլը ինքը, այսպես որ առաջի հայացքից ընդհանրապես չի համընկնում խոնար, համեստ, բարոյական աղջկա կերպարի հետ, չէ՞։ Բայց եսեք ասենք, բայց Ռուկմինին ինքը մնում է ընդունված այդպիսինը եւ ավելին ինքը դինում է Կրիշնայի առաջի կինը, այսինքն ստարշая ժնա, ավակ կինը, բոլորի կողմից հարգված, բայց ինքը այդ քայլն է անում։ Ինքը Տեր Կրիշնային նամակ է գրում եւ ամուսնության առաջարկություն անում, այսինքն ինքը խնդրում է Կրիշնային, որ Կրիշնան գա ու իրան ուղղակի գողանա։ Հա? Հիմա այդ պահին Ռուկմինին, որը ինքը գիտեր, Ռուկմինի եղբայրը, որը ինքը գիտեր, որ իր հայրը ուզում է, որ Ռուկմինին ամուսնանա Կրիշնայի հետ, որը ինքը գիտեր, որ ինքը Ռուկմինին ուզում է ամուսնանալ Կրիշնայի հետ, բայց կամքին հակառակ էր գնում, այսպես քրոջը վերցրել են 24 ժամյա կոնտրոլի տակ։ Հասկանում եք։ Եվ Ռուկմինին ինքը, երբ որ Տեր Կրիշնային գրեց, ինքը ասեց կա ընդամենը մի ձև ինձ գողանալու։ Դա նա է, որ ես ամուսնությունից առաջ իրավունք ունեմ գնամ տաճար։ Իրավունք ունեմ գնամ տաճար, հանդիպելու քահանայի հետ, լսելու նրա, ասենք, խորհուրդները, օրհնանքները եւ այլն, այսինքն տեսեք, իրականում ինքը այսպես է, էլի ամբողջ կայսրությունը, չէ, ամբողջ պետությունը այդ կայսրության մեջ, ոնց որ սովետական միության մեջ, ասենք Հայաստանը, հա, այմա ամբողջ այդ պետությունը ինքը այսպես ոտքի վրա է կանգնած։ Ինչու՞։ Որովհետև անարդարություն պիտի լինի աղջկա հանդեպ։ Ինչու՞, որովհետև շատերը գիտեն, որ Ռուկմինին ինքը ընտրություն ունի, ինքը գերադասում է Կրիշնային, այսինքն ինքը իր մեջ ուզում է լինել Կրիշնայի կինը, հա։ Ես արդեն մի անգամ խոսել եմ նրա մասին, որ արիացիները իրանք շատ մեծ նշանակություն էին տալիս կնոջ մտքի վիճակին։ Եթե հանկարծ հայրը, այսինքն սկզբում այսպես ասենք, սկիզբը նրանում էր, որ ամեն ինչ արվում էր, որպեսզի երիտասարդ աղջիկը ինքը ավելնորդ կապեր չունենար, ավելնորդ կոնտակտներ, ոչ թե կապեր, այլ կոնտակտներ տղամարդկանց հետ չունենար, որպեսզի չկապվեր ոչ մեկին։ Եթե հանկարծ այդպիսի իրադրություն էր առաջանում, որ ասենք աղջիկը, որը դեռ ամուսնացած չի, ինքը կապվածություն էր զգում որևիցե մի տղամարդու հանդեպ, այդ աղջկա հայրը գնում էր այդ տղամարդու մոտ եւ խնդրում էր, որ իր աղջիկը, որ այդ տղամարդը ամուսնանա իր աղջկա հետ։ Ինչու՞, որովհետև կնոջ բնությունը ինքը այդպիսին է, որ իրանք այսպես էին համարում, որ եթե աղջիկը ինքը արդեն ինչ-որ մեկի հանդեպ կապվածություն ունի, վсё, այ իրան տալ ուրիշ տղամարդու, դա նշանակում է դժբախտացնել եւ իրան եւ այդ տղամարդուն։ Իսկ որովհետեւ իրանց գեր նպատակը դա հասարակության երջանկությունն էր, չէ, հայրը անմիջապես գնում էր այդ տղամարդու մոտ։ Ասում էր իմ աղջիկը ինքը այսենց բնություն ունի, այսենց երեխա է, ու ինքը քեզ է սիրում։ Հասկանում եք, ու արիական քաղաքակրթության մեջ տղամարդիկ են իրանք շատ լավ հասկանում էին կնոջ այդ բնությունը։ Եվ արիականցի տղամարդը ինքը միանգամից կոպտաստեմ բանան եմ, էլի որ հասկանաք ինչի մասն է խոսքը։ Ինքը միանգամից մտածում էր այսպես. եթե այս ամբողջ տրանզիցիաների մեջ
այնպես է ստացվել, որ այդ աղջիկը հնարավորություն է ունեցել ինձ կապվել, ուրեմն այս աղջիկը ինքը նախատեսված է իմ համար։ Всё, վերջացավ։ Եթե ճակատագիրը այդպես է դասավորվել, որ ինքը հնարավորություն է ունեցել ինձի կապվել, ուրեմն սա իմ ճակատագիրն է։ Եվ ինքը մի անգամից համաձայնվում էր, ասում էր այո, իհարկե, գալիս էր այդ աղջիկը այդ ամուսնանում էր, տանում էր իր տուն, всё։ Հասկանում եք։ Հիմա հայկական քաղաքակրթության համար շատ անսովոր բաներ տեղի ունենալու։ Այսինքն գիտեն, ընտանիքի անդամները գիտեն, որ աղջիկը ունի կապվածություն, բայց եղբայրը ասում է ինձ համար դա մեկ է։ Ինքը պիտի ամուսնանա իմ ընկերոջ հետ, վերջ։ Եվ սա նշանակում է, չէ՞, որ այ Ռուկմին ինքը հիմա կոնկրետ քայլ է անում, որպեսզի իր քույրը դժբախտանա։ Ինչու՞, որովհետև իր ընկերը իրան թույլ էր տվել, նախանձի մարմնավորումն է, իրան թույլ էր տվել ոչ կրոնական քայլ։ Ինքը կապվել էր այդ աղջկան եւ իր կապվածության մասին ասել էր ընկերոջը։ Եվ ընկերը, որպեսզի չկորցնի իր ընկերոջը, եւ այսպես էլի տղամարդ երևա այդ իր ընկերոջ մոտ, ասել էր եղավ, իմ քույրը քոնն է, առարկայի պես։ Եվ հետագայում, երբ որ Աստվածամերժության դարաշրջանը, որտեղ այս իրադարձությունները իրական Աստվածամերժության դարաշրջանին Դախաշեմին են, չէ՞, տեղի ունենում։ Եվ Տեր Քրիստոսն ինքը հիմա ցույց էր տալիս այդ օրինակները, որ այսպես է լինելու իրականությունը։ Այլևս տրադիցիան ոչ մեկին երջանկություն չի բերելու կանանց իմաստով, որտեղ տղամարդիկ սկսելու են կնոջ հետ վարվել առարկայի պես։ Հասկանում եք, այդ նրբությունները թե դեգրադացիան ինքը ոնց է տեղի ունենում, լավ է, եթե մենք հասկանում ենք, էլի, եւ Ռուկմինին ինքը հենց այդ օրինակն էր։ Ինչ արեց Ռուկմինին։ Ինքը ասեց ոչ։ Ես կապվել եմ Տեր Շիկրիշնային, համարում եմ, որ նախատեսված եմ իր ծառայության համար, եւ ես ամուսնանալու եմ Կրիշնայի հետ։ Այսինքն Քրիստոսն ինքը այդ օրինակը ցույց տվեց, որ երբ որ կինը ինքը բռնաբարված է, իր երջանկությունը դրված է հարցականի տակ, եւ ինքը բռնաբարված է տղամարդկանց կողմից, ինքը իրավունք ունի պայքարի իր երջանկության համար, որովհետեւ նրանք, ովքեր որ պարտավոր են իր երջանկության մասին հոգ տանել, այլևս հոգ չեն տանում։ Այս է ամենագլխավորը։ Հիմա Ռուկմինին ինքը նամակում գրում է, որ կամ ընդամենը այդ մի քանի մետրը, երբ որ ես պիտի տնից դուրս գամ, իսկ պալատի մեջ է, չէ՞, դա մեջ է։ Պալատը ինքը այսպես է, բան է, չէ՞, բաներով փակված, այդտեղ իր մեջ կան նաև ոնց որ պալատական եկեղեցի փոքր։ Տաճար, իրանց մոտ տաճար, ոչ թե եկեղեցի։ Հա, եւ ինքը ասում է կա այդ մի փոքր տեղը, որտեղ ինձ ոչ մեկ չի բանանելու էլի սապրավождать, այսինքն телохранительները բաները իմ հետ չեն լինելու։ Եվ ես ընկերուհիներիս հետ գնալու եմ տաճար։ Այդտեղ դու կարող ես, այդ միակ այդ հատվածն է, որտեղ դու կարող ես ինձ գողանաս։ Այդ պահին, հա, ձևական կողմը եղբայրը ինքը պահպանում էր, որ ասենք այ պիտի արարողություն լինի, հա, ասենք բոլոր նրանք, ովքեր որ իմ քրոջ ձեռքը ուզում են, կարող են գան, մասնակցեն, չգիտեմ ինչ, որ էսենց լինի, այնց լինի։ Բայց այդպես էլ տակից նպատակը դա էր, որ Ռուկմինին ինքը ամուսնացնի Շուշուփալայի հետ։ Տեր Շիկրիշտան ինքը արձագանքեց, երբ որ ինքը ստացավ Ռուկմինի նամակը, այսինքն ինքը իրեն պահեց արիացու պես։ Առաջին բանը, որ ինքը ընկալեց, դա նա է, որ Ռուկմինին իրեն կապված է։ Եվ սա նշանակում է, որ այո, վերջ։ Եթե ինքը կապված է, դա նշանակում է, որ ինքը նախատեսված է իր համար։ Երկրորդ քայլով ինքը հասկանում է, որ առանց կռվի ինքը չի կարող այդ աղջկան վերցնել։ Տեսեք, որ ինքը այդ աղջկա մասին ոչ բան չի լինի։ Հա, այսպես էլի կոպ 15, հիմա որ հասկանանք հոգեբանությունը։
ինքը այդ աղջկա մասին ոչ մի բան չգիտի։ Ինքը մի հատ նամակ է ստանում, որտեղ ինքը հասկանում է, որ սա սովորական բան էլի, ցածր մակարդակի մարդկանց մասին չի խոսքը։ Մենք շատ ենք քննարկել, որ արական քաղաքակրթությունում ինչքան դիրքը ավելի բարձր էր, այդքան ավելի բարձր էր բարոյականությունը, չէ՞։ Եվ ասենք այստեղ հիմա Տեր Քրիստոսն ինքը հասկանում է, որ գործ ունի մի յուրահատուկ բարոյականության տեր աղջկա հետ, որը իրան թույլ է տվել նամակ գրել իրան, սեր խոստովանել եւ խնդրել, որ Քրիստոսն իրան հիմա Քրիստոսն ինքը այդ բառն էր հասկանում, որ Քրիստոսն իրան պաշտպանի իր սերը, պաշտպանի իր կապվածությունը, իր երջանիկ լինելու հնարավորությունը։ Հասկանում եք։ Եվ Տեր Քրիստոսն ինքը մի անգամից ռեակցիա տվեց, ինքը վեր կացավ եւ գնաց, շատ երկար ասեմ էլի, եւ Ռուկմինին են, որ բաներում սուտ դեպաստերում ասում բոլորի աչքի առաջ, հա, ինքը Ռուկմինին գողացավ։ Եւ պարզը ինքը շատ լավ հասկանում էր, որ ինքը Ռուկմինին գողանա, այդ բոլոր բաները, փեսացուները, որոնք մտածում էին, որ դեռ ինչ-որ արդար պայքար է գնալու բան, այսինքն արդեն всё, դա արդեն կալիբատ, աստվածամերժության դարաշրջանի իրավիճակ էր, որտեղ ոչ մի արդարություն չկար, բրց։ Բոլորը ինքը դա գիտակցում էր, բայց ինքը ահավոր հզոր էր, դա գերագույն աստվածավորությունն է, հա, բացեք բոլոր դեպքերում էլի։ Եվ ինքը հաղթում է բոլորին եւ ամուսնանում Ռուկմինի հետ։ Ռուկմինին ինքը որպես ավագ կին եւ իմինը Մաթուրայում ապրող Կրիշնայի համար ամենակարևոր սկզբունքն էր այդ համեստ, խոնար, հավատարիմ, բարոյականության սկզբունքը։ Ռուկմինի հետ կապված մենք շատ հետաքրքիր խոսակցություններ ենք ունենալու, շատ, հա, որովհետև Ռուկմինին ինքը, այսինքն կա երկու գաղափար, հասկանում եք, կան նվիրալներ, որոնք իրանք գերագույն Աստծո ազնվորությունով հրապուրված են, հա, բայց իրանք համեստ ու խոնար են, համեստ ու խոնար դա նշանակում է դիմացինի ցանկությունները կատարող։ Իսկ սա նշանակում է, որ Տեր Քրիստոսն ինքը այդպիսի նվիրալների խոնարհությունն է կարող վայելել, այսինքն ինքը այդտեղ միշտ պիտի կամք արտահայտող լինի եւ վստահ է, որ դիմացի դա իր կամքը կկատարի, որովհետեւ խոնար է։ Եվ այդ դրա մարմնավորումն է Ռուկմինին։ Եվ կան ազնվորություններ, որոնք իրանք ազատ են, իրանք ազատություն ունեն առաջարկելու Աստծուն երանության իրենց մոդելը, այսինքն իրանք հակառակը, իրանք բան են էլի, նախաձեռնություն ունեցող են։ Համեստները սիրո օբյեկտի ցանկությունները կատարող են։ Դերսկի, հայերեն չգիտեմ ոնց էլի, դա ուրեմն այն կենդանիակներն են, որոնք իրանք ոչ թե Աստծո ցանկություններն են կատարում, իրանք կատարում են Աստծո ամենագլխավոր ցանկությունը։ Իսկ Աստծո գլխավոր ցանկությունը դա նա է, որ ինքը ուզում է վայելել բազմազանություն, այսինքն բազմազան վայելքներ ունենա։ Եվ դա այն նվիրալներն են, որոնք իրենք կարող են, կոպիտ ասած, հորինեն այնպիսի սիտուացիաներ, հա, Աստծո համար անսպասելի, որտեղ իրանք են, որ մտցնում են հոգևոր աշխարհում այ համ ու հոտը, այդ անսպասելի երանության ձևերը։ Հասկանում եք, այսինքն խոնարհությունը եւ համեստությունը, ես հասկանում եմ, որ հիմա դուք համարյա չեք հասկանում ինչի մասն եք խոսում, հա, բայց միևնույն է ստիպված եմ ասեմ, հա։ Այսինքն խոնարհությունը եւ համեստությունը ինքը իրանք դա այն մինիմալ պլատֆորման է, որի հիմքի վրա հնարավոր է Աստծո վայելքը, բայց այն վայելքը, որը կարող է տրամադրել խոնարհությունը, համեստությունը եւ հավատարմությունը, ինքը միապաղաղ է։ Հասկանում եք։ Եվ ինքը այդ բանն է իր մեջ պարունակում, որ ես պիտի կամք հայտնեմ,
որպեսզի խոնար հավեստը ինքը թույլ չի տալիս իրեն։ Այդ Ռուկմինին ինքը այդ մի անգամը ամբոստացավ։ Ինքը ամբոստացավ եւ պայքարեց նրա համար, որպեսզի լինի հենց Կրիշնայի կինը։ Հա, եւ որ ինքը դրան հասավ, այլևս միջև իր կյանքի վերջ ոչ մեկ երբեք այդպիսի դրսևորումներ Ռուկմինիից չէր ստացել։ Ոչ մեկ երբեք չի տեսել։ Հասկանում եք։ Եվ այդտեղ, այդ որ դու պիտի ասես ինչ ես ուզում։ Հա, կամ ասենք իրանք այսպես էլի քարացած կանգնած ուշադիր պատկերավոր եմ ասում, հա, ներքինից քարացած կանգնած ուշադիր նայում են, թե իրենց սիրո օբյեկտը հիմա ինչ է ուզում։ Հասկանում եք։ Եվ կան նվիրալներ, որոնք իրենք այդ սիրային հարաբերությունների մեջ Տեր Կրիշնայի հետ ուղղակի հակառակ բնությունը ունեն։ Իրանք նախաձեռնող են։ Հասկանում եք։ Այսինքն իրանք նոր ու նոր երանության ձևեր են, երանություն պատճառելու ձևեր են ման գալիս եւ գտնում են ամենակարևորը։ Հասկանում եք, մենք այդ պահելաձևը հոգևոր աշխարհի նույնիսկ պատկերացնել չենք կարող։ Հասկանում եք, պատկերացնել չենք կարող, որովհետև իրականում, չէ, այն ամեն ինչ որ կոչվում է մի ստանդարտ, ինչ որ քայլեր, բան նյութական աշխարհում էլ է, չէ, այդպես կան այսպես այդ իմաստով ձանձրալի մարդիկ, չէ, որոնք իրանք կանխատեսելի են։ Եվ հենց իրանք է, հասկանում եք, որ իրանք վրոդի բարոյական են, վրոդի անկեղծ են, վրոդի մաքուր են, առաքինի են, էսեն են, չէ, բայց իրանցից կրքոտները հոգնում են։ Հա, ու իրանց ինչ է պետք, բազմազանություն։ Բայց նյութական աշխարհում այդ պահվածքը ինքը ավելի ցածր է, քան առաքինությունը։ Իսկ հոգևոր աշխարհում ավելի բարձր։ Հասկանում եք, այսօր ինքը շատ բարդ հոգեբանություն է իրականում, էլի, իսկ դրա համար միշտ ասում եմ, էլի, որ այն տարածքը, որտեղ մտնում են արիացիները, դա ինչ ֆանտաստիկ է вообще-то, դրանք ինչ համարձակություն ունեն вообще, որտեղ կարող են մտնել, որտեղից այդտեղ ինչ կարող են ասել։ Եվ ուրեմն, այ Ռուկմինին ինքը այդպիսի ազնվորություն էր, որը ինքը պայքարեց իր նվիրված ծառայության համար, եթե մենք հոգևոր տեսանկյունից ենք խոսում, ինքը հոգի էր, որը պայքարեց իր նվիրված ծառայության համար, որը կատեգորիկ հրաժարվեց ծառայել ուրեմն բանին, նախանձին, կենդանի էակին, հա, ինչու, այսինքն համեստությունը, խոնարհությունը, հա, կրոնական անձնավորության համեստությունը, խոնարհությունը ինքը նախատեսված չի։ Տեսեք, աստվածամերժության դարաշրջանում եկել է այդ բանաձևը, դու պիտի համբերես, պիտի լսես, պիտի ենթարկվես, ում, ըստ էության Շիշուպալային։ Իսկ Ռուկմինին ինքը ցույց տվեց, որ ոչ, հոգևոր մարդը ինքը նախատեսված է հոգևոր թեմաների ծառայության համար, ինքը ոչ մեկի նախանձին չի ծառայում։ Հա, եւ Ռուկմինին ինքը պայքարեց դրա համար եւ ամուսնացավ Աստծո հետ։ Հասկանում եք, սա շատ հեռուներ տանող է, էլի, հասկանում եք այս գաղափարը, չէ՞։ Հետագայում մենք կարողանում ենք տեսնել, որ երբ որ եկավ Տեր Չայտանյան, ինքը կակրաս հենց ինքն է, որ հայտարարել է կանանց հավասարությունը աստվածամերժության դարաշրջանում տղամարդկանց հետ, որ իրանք հավասար են։ Ինչու՞, որովհետև տղամարդիկ աստվածամերժության դարաշրջանում իրանք էգոիզմի պլատֆորմայի վրա իրենք դաժանաբար են վարվում եւ կանանց եւ երեխաների հետ, այսինքն նրանց մասին, որ իրանք պետք է հոգ տանեն, իսկ հոգ տանելը դա միշտ նշանակում է, որ կենդանիակը իրեն բանել է ույուտնի, կոմֆորտնի է զգում, էլի, այդ հարաբերությունների մեջ։ Եթե կենդանիակի հանդեպ հոգ տանելը դա միայն իր բռնանալն է,
հասկանում եք, դա հոգևոր կյանքի հետ ոչ մի կապ չունեցող երևույթ է եւ դիկներ տղամարդկային շովինիզմով իհարկե նույններ են բոլոր տղամարդիկ, հա, եւ ուրեմն այդտեղ Տեր Քրիստոսն ինքը ցույց տվեց, որ կինը ինքը իրավունք ունի պայքարի, եթե կարող է, հասկանում եք, եթե կարող է իրավունք ունի պայքարի։ Եվ ուրեմն, երբ որ եկավ Տեր Չայտանյան, ինքը փաստացի տղամարդկանց եւ կանանց միջև հավասարություն հայտարարեց, տղամարդիկ իհարկե այդ գաղափարը չեն ընդունում, Հնդկաստանում նույնպես, հա, եւ միշտ պահում են կնոջը ավելի ցածր վիճակում, եւ ես կարծում եմ, որ Տեր Չայտանյան ինքը ընտրեց մի կին, որին սկսվեց տրվել գիտելիք, որը տղամարդկանց չի տրվում։ Եվ այդ կինը ինքը այդ կնոջ միջոցով ինքը որոշեց ապացուցել կնոջ անկախությունը հոգևոր դաշտում, եթե չկան այնպիսի տղամարդիկ, որոնք իրենք հոգևորի մեջ ունեն որակավորում հոգ տանել կնոջ հոգևոր զարգացման համար։ Սա շատ բարդ թեմա է, շատ բարդ, ես հասկանում եմ, որ երբ որ ես այս թեմայով խոսում եմ, միանգամից բոլոր տղամարդիկ դառնում են իմ թշնամին, հա, բայց իրականում նիչիվո լիչնվը, հա, մենք ընդհանրապես փորձում ենք խորքային քննարկել հոգեբանությունը, այն հոգեբանությունը, որը քննարկում են արիացիները։ Եվ այսպես ուրեմն սիրելիներս Ռուկմինին ինքը դա այն ազնվորությունն էր, որը ինքը իր հոգևոր կյանքի, իր հոգևոր ծառայության համար պայքարեց, դարձավ Տեր Քրիստոսի կինը, շատ նուրբ հարաբերություններ կար Տեր Քրիստոսի եւ Ռուկմինիի միջև, այնտեղ շատ հետաքրքիր էպիզոդներ կան, որտեղ Տեր Քրիստոսն ինքը ցույց էր տալիս, որ այդ խոնարհությունը եւ հավեստությունը իրենք երանությունը դարձնում են երանություն է, բայց միապաղաղ, հա, եւ դրա համար է, որ վերջնականում Գերագույն Աստծո ազնվորությունը պատկերավոր ասած չարաճճի կանանց ավելի շատ է սիրում, քան խոնարհ եւ հավեստներին։ Ինչու համար, որովհետեւ իրանք դինամիկա են մտցնում հարաբերությունների մեջ, հա, բայց այստեղ պետք է միշտ հասկանանք, որ խոսքը չի գնում նյութական աշխարհում այդ բաների կանանց նյութական աշխարհում բարոյականությունը, համեստությունը եւ խոնարհությունը ինքը ավելի բարձր է, քան այդ չարաճճիությունը, հա, եւ դրա համար նյութական աշխարհում մենք տեսնում ենք, որ ամուսնական, այսինքն ընտանեկան հարաբերությունների մեջ կանայք իրենք Ռուկմինիի նման են, հա, իսկ արտամուսնական հարաբերությունների կանայք իրենք հենց այդ բազմազանությունը մտցնող են եւ մենք նյութական աշխարհում ենք տեսնում, որ այդ բազմազանություն մտցնող կանայք շատ հաճախ հաղթում են հավեստներին, խոնարհներին, ենթարկողներին եւ բարոյականներին, չէ, եւ այդպիսի կանայք իրենց կյանքի վերջում կամ մեջտեղում կամ չգիտեմ երբ կամաց գալիս են այդ եզրակացության, որ լինել հավեստ, լինել խոնարհ, դա այդքան էլ ճիշտ չէր, որովհետեւ եկավ ինչ-որ մի հատ մարդկային տեսանկյունից անբարոյական կին եւ քանդեց ընտանիքը։ Հասկանում եք, եւ տղամարդիկ հավանաբար գնում է դրա հետևից, հա, եւ դա այդ հոգեբանությունը ինքը իրականում հոգեվոր աշխարհից է գալիս, ուղղակի հոգեվոր աշխարհում այդ հարաբերությունները իրանք երբեք ոչ մեկին տառապանք չեն պատճառում եւ ոչ մեկի քանդելու հաշվին ոչ մի բան չի անում, հասկանում եք, այնտեղ իրականությունները մի քիչ այլ են, մենք դա ժամանակին հասցեների ընթացքում գնալով կամաց բանկանենք, այսօր մենք մատնանշեցինք, որ Ռուկմինին ինքը խոնարհության, համեստության, հավատարիմ կնոջ մանրավորումներ, որը պայքար մղեց իր հոգևոր դիրքի համար, հաստատելով այն հանգամանքը, որ եւ խոնարհությունը, եւ համեստությունը, եւ հավատարմությունը չեն ծառայում անբարոյականներին, չեն ծառայում նախանձի հիմքի վրա գտնվող նախանձին չեն ծառայում եւ այդտեղ կենթանիակը ինքը իրավունք ունի պայքարի
որպեսզի այդ ծառայության ճիրաններում չհայտնվի։ Իհարկե, սա շատ բարդ թեմա է, բայց մենք ուղղակի մատնանշեցինք ինքը սկզբունքը, թե ինչ էր ուզում ցույց տալ Գերագույն Աստծո անձնավորությունը այդ էպիզոդով մեզ աստվածամերժության դարաշրջանում ապրող հոգևորով զբաղվող անձնավորություններին։ Այսօր այսքանը, ստեսություն ձեզ։